Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, 80-ամյա գործունեություն, շուրջ 50,000 շրջանավարտ, գիտական, հասարակական, մշակութային, քաղաքական նշանավոր գործիչներ, ժամանակի շնչին համապատասխան կրթություն։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում կրթությունն իրականացվում է երաստիճան կրթական համակարգով, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով։ Շիրակի Մայրբուհում գործում են 6 ֆակուլտետներ՝ ֆիզմատ, բնագիտաաշխարհագրական, պատմաբանասիրական, մանկավարժություն, օտար լեզուներ, ֆիզիկական դաստիարակություն և նախնական զինվորական պատրաստություն։ Ուսուցումն իրականացվում է 28 մասնագիտությունների գծով, կրթական ծառայություններ մատուցելով 5000-ից ավելի ուսանողների։ Մասնագիտական կրթական ծրագրերը համապատասխանեցված են ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։ Կրթությունը հարկավոր է կազմակերպել այն չափանիշներով, որոնք այսօր գործում են եվրոպական բուհերում, քանի որ մենք Բոլոնիայի համաձայնագրի համաձայն խնդիր ենք դրել ինտեգրվելու եվրոպական կրթական համակարգ։ Մանկավարժական բուհում դասավանդում են հանրապետությունում հայտնի բազմագիտակ, բազմափորձ, գիտական ակտիվ գործունեություն ծավալող մասնագետներ։ Նրանցից շատերն հայտնի են ոչ միայն հանրապետության գիտական շրջանակներին, այլև մեր երկրի սահմաններից դուրս, իրենց մանկավարժական գործունեությունը ծավալելով Շիրակի Մայրբուհում։ Վերջին տարիներին բուհի գիտաշխատողները տարաբնույթ վերապատրաստումներ են անցնում միջազգային ճանաչում ունեցող բուհերում և կրթական հաստատություններում։ Այսօր դասախոսական կազմի գրեթե 70%-ը ունեն գիտական կոչում աստիճաններ, 20%-ը սովորում են հետազոտողի կրթական աստիճանում, երրորդ աստիճանում, իսկ 10%-ը ունեն արդեն բազմամյա փորձ։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը լինելով մարզի ամենամեծ գիտամշակութային կառույցը ունի հարուստ նյութատեխնիկական բազա, ժամանակակից կահավորանքով լսարաններ, գերհագեցած ուսումնական լաբորատորիաներ, համակարգչային լսարաններ, նոր համակարգիչներով հագեցած վերանորոգված ժամանակակից ընթերցասրահ, համացանցային շուրջօրյա կապով, որի համակարգիչները բեռնված են բուհում դասավանդվող առարկաների էլեկտրոնային դասախոսություններով, հարուստ գրադարան, լինգաֆոնային կաբինետներ, կիրառական արվեստի և փայտամշակման լսարաններ, սպորտային դահլիճներ, գործնական աշխատանքների կաբինետներ։ Արտաքին համագործակցության և փոխանակման ծրագրերի շնորհիվ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը որդեգրել է նաև ուսանողների ակադեմիական շարժունության քաղաքականությունը։ 2 տասնյակ ուսանողներ սովորել են Եվրոպայի հեղինակավոր բուհերում և հիմա իրենց գործունեությունը ուսանողի կամ աշխատողի կարգավիճակում շարունակում են հարազատ բուհում։ 2004-ից 2008 թվականներին սովորել եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուներ ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականության մասնագիտության բակալավրի կրթական ծրագրով։ Ավարտելուց հետո մեկնել եմ Հունաստան Erasmus Mundus արտաքին համագործակցության պատուհան ծրագրի շրջանակներում, սովորել եմ Հունաստանի Սալոնիկի տեխնոլոգիական ուսումնական հաստատությունում, բիզնեսի կառավարում, մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով։ Ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում որպես որակի կենտրոնի աշխատակից։ Իրապես մանկավարժականցի եմ, ավարտել եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, սոցիալական աշխատանք մասնագիտացման բաժինը և ասպիրանտական ուսումնառության տարիներին 1 տարի ուսումնառել եմ Սալոնիկի Մակեդոնիայի համալսարանում։ Հետազոտական գործընթաց եմ իրականացրել թեմայի շրջանակներում։ 2014-15 ուսումնական տարում ուսանողների այս թվաքանակին դրամաշնորհային ծրագրերի կողմից առաջադրված պահանջները բավարարելուց հետո կմիանան ևս 10 լավագույն ուսանողներ, ովքեր սովորում են բուհի բակալավրի, մագիստրոսի կամ հետազոտողի կրթական աստիճաններում։ Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունությունն ապահովելու համար բուհում բացվել է նաև լեզուների կենտրոնը, որտեղ իրականացվում է լեզուների անվճար ուսուցում։ Կրեդիտային համակարգի ընձեռած հնարավորությունների լավագույն կիրառումով բուհի ուսանողները հնարավորություն ունեն ակադեմիական կրեդիտներ կուտակել նաև հանրապետության տարբեր բուհերում։ Մանկավարժական բուհում գործում է նաև վարձավճարների զեղչման ճկուն համակարգ։ Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձը կարող է զեղչվել մինչև 80%, ավելին վճարովի համակարգում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Ղեկավարության հետևողական քաղաքականության շնորհիվ բուհի ուսանողները հնարավորություն ունեն օգտվելու բարեգործական տարբեր հիմնադրամների նվիրատվություններից, որն առավել քան կարևոր է սոցիալապես բարդ իրավիճակում գտնվող մարզի բնակիչների հոգսը թեթևացնելու համար։
Շիրակի մայրբուհի ղեկավարությունը մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում է պահել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին։ Միայն ընթացիկ ուսումնական տարում ամբողջությամբ փոխհատուցվել է սոցիալապես անապահով ավելի քան 100 ուսանողի վարձավճար։ Մանկավարժական փուհը սերտ կապեր ունի նաև հայաստանյան մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, որոնց հետ պարբերաբար հանդիպումներն ունեն գիտաժողովների, գիտական նստաշրջանների, սեմինար քննարկումների եւ մշակութային միջոցառումների ձևաչափ։ Ամեն տարի հանրապետական ուսանողական գիտական նստաշրջանի շրջանակներում մանկավարժականն իր հարկի տակ է ընդունում հանրապետության փուհերի հարյուրավոր ուսանողների։ Երևանից, Վանաձորից, Կավառից, Գորիսից ու Արցախից երիտասարդական միտքը մեկտեղվում է Շիրակի մայրբուհում, համապատասխան սեկցիաներում ընթացող գիտական լսումները մասնակիցներից շատերի համար դարձնելով առաջին քայլ գիտության բարդ ճանապարհին։ Փոխադարձ այցելություններով մանկավարժականցի ուսանողները ակտիվորեն մասնակցում են հանրապետության այլ փուհերում կազմակերպված գիտական նստաշրջաններին։ Ուսանողների լավագույն հոդվածները տպագրվում են հանրապետության եւ փուհի գիտական ժողովածուներում։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կարևորագույն ռազմավարական խնդիրներից է նաև սերնդափոխության հարցը։ Փուհի պրոֆեսորադասախոսական կազմը համալրվում է լավագույն շրջանավարտներով։ Միայն ընթացիկ տարում ավելի քան 2 տասնյակ շրջանավարտներ դարձել են փուհի աշխատակիցներ։ Սովորում եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում հետազոտողի կրթական համակարգում։ Այս տարի ավարտում եմ ասպիրանտների եւ հայցորդների համար նախատեսված եռամյա պարտադիր դասընթացը, որից հետո հաջորդ քայլը կլինի տեխնոլոգիական ատենախոսության պաշտպանությունը։ Հայցորդության տարիներին զուգահեռ դասաժամեր եմ ստացել նաև գրականության, նրա դասավանդման մեթոդիկայի եւ լրագրության ամբիոնում, ինչը փուհի կողմից որդեգրած սահուն սերնդափոխություն ապահովելու քաղաքականության հետևանք է։ Ավարտելուց հետո անցել եմ աշխատանքի նույն ինստիտուտում եւ մինչեւ օրս էլ աշխատում եմ ինստիտուտում գրադարանի որպես գրադարանի տնօրեն։ 2010 թվականին ավարտել եմ բակալավրի կրթական ծրագրով մանկավարժություն եւ հոգեբանություն մասնագիտությունը եւ 2012 թվականին նույն մասնագիտությունը արդեն մագիստրոսական կրթական ծրագրով։ Եվ անցել եմ աշխատանքի 2013 թվականին որպես պրակտիկայի բաժնի վարիչ։ Շիրակի մայրբուհի շրջանավարտները համալրում են նաև հենակետային ավագ դպրոցի մանկավարժական կազմը։ Մեր փուհը, ինչպես գիտենք, ոչ միայն ինձ, այլ նաև մեր փուհի մյուս լավ ուսանողների, որոնք երազանքությամբ են ավարտել, գործուղել է այստեղ եւ մենք փաստորեն այսօր աշխատանքի խնդիր չունենք։ Այս տարի մանկավարժականում բացվել է նաև Փու գործատու համագործակցության կենտրոնը, որի գործունեության ոլորտներից մեկը շրջանավարտների կարիերայի կազմակերպումն է։ Փուհի շրջանավարտների տվյալների բազան այս տարվանից հասանելի կլինի նաև հայաստանյան եւ եվրոպական գործատուներին, շրջանավարտներին աշխատանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով նաև արտասահմանում։ Ուսանողական կյանքի ակտիվությունը Շիրակի մայրբուհում չի զիջում կրթական գործի կազմակերպման ակտիվությանը։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողական խորհուրդը համագործակցում է մարզի երիտասարդական կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ։ Ուսանողական ակտիվությունը երբեմն հասցնելով նաև քաղաքացիական ակտիվության։ Ուսանողական վերջին ամենամեծ նախաձեռնությունը քեսաբահայերին օգնություն տրամադրելու նպատակով կազմակերպված դրամահավաքներ։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտն ունի նաև ավանդական միջոցառումների շարք։ Նշվում են նաև օրացույցային ու հատկապես ազգային տոները։ Ուսանողի որպես մասնագետ կայացմանը զուգահեռ փուհի ուշադրության կենտրոնում է անհատի ու երկրի նվիրյալ քաղաքացու ձևավորումը։ Շիրակի մայրբուհը եղել եւ շարունակում է մնալ մարզի ամենամեծ գիտակրթական կառույցը, իր տասնամյակների պատմությունն հարստացնելով նոր էջերով։ Բարի գալուստ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ։